Ողջույն բոլորին, ինչպես եւ իմ Telegram-ն ալիքում հայտնել էի, որոշել եմ ձայնագրել JavaScript-ի դասեր, հետո TypeScript, հետո արդեն աստված առաջ կտեսնենք ինչ կարողանամ անել։ Ուրեմն այսօր մեր JavaScript-ի առաջին դասն է, որտեղ մենք ծանոթանալու ենք լեզվի հետ, հասկանալու ենք ինչ է JavaScript-ը, որտեղից է եկել, ով է ստեղծել, Բա եթե JavaScript խիանք ասում իրան նաև ECMAScript, այդ ինչ live script է եղել ժամանակին, խիա այդքան խառը JavaScript-ում ամեն ինչու JavaScript նույնը չեն ու նմանատիպ լիքը հարցերի պատասխաններ մենք այսօր կստանանք։ Հիմա շատ կարևոր մի խնդրանք ունեմ, բոլոր դասերը նայեք շատ ակտիվ, բաժանորդագրվեք ալիքին, եթե բաժանորդագրված չեք, բոլոր դասերին դրեք լայքեր եւ դրեք կոմենտներ։ Եթե հարցեր եք ունենում, ապա հանգիստ կարող եք վիդեոյի մեկնաբանությունների դաշտում ձեր հարցերը գրել, ես ձեր բոլորի հարցերին կպատասխանեմ։ Նաեւ խորհուրդ կտամ միանալ իմ Telegram-ն ալիքին եւ հայկական ՏՏ համայնք Telegram-յան չաթին, որտեղ կան լիքը եւ սկսնակ եւ արդեն փորձառու ծրագրավորողներ, որը դարձել է բավական հետաքրքիր community, որտեղ կարող եք շփվել։ Իսկ ովքեր որ կցանկանան donate անել ալիքին, ալիքի զարգացման համար գոյություն ունի Patreon հարթակ, որտեղ կարող եք ամսական $2-ից սկսած մինչև $6 նվիրատվություն կատարել այս ընդհանուր գաղափարին ու ալիքի զարգացմանը։ Դե ինչ, անցնենք խոսքից գործին։ Ուրեմն JavaScript-ի պատմությունից սկսենք, այդ ամենը սկսել է 1995 թվականին մի ընկերություն կար, որը կոչվում էր Netscape։ Netscape-ը ստեղծել էր աշխարհում ամենահայտնի բրաուզերներից մեկը, որը կոչվում էր Netscape Navigator։ Եթե մենք հիմա search անենք, պրոստը գրենք Netscape, մենք կտեսնենք, որ այդպիսի ընկերություն է եղել, կա, կստացի իրենք միջև հիմա փորձում են որոշակի բաներ անել, բայց ամեն դեպքում իրանց մասին պատմությունը կա, եթե գնենք Netscape Navigator, մենք կտեսնենք նաև, որ այդ բրաուզերի մասին լիքը ինֆորմացիաներ կա, մենք կտեղափոխվենք 90-ականներ, 90-ականների դիզայն, 90-ականների ոճ ու նմանատիպ հետաքրքիր բաներ։ Այդ ժամանակ վեբ կայքերը հիմնականում static էին, այսինքն HTML էր ու մի քիչ CSS սթայլերի համար։ Netscape-ը բայց ցանկանում էր, որ կայքերը դառնային ավելի ինտերակտիվ, այսինքն կոճակ լիներ մարդիկ սեղմեին ու ինչ-որ բան փոխվեր, ստուգվեր ֆորման, չգիտեմ, մարդիկ ինչ-որ ֆորմա կարողանային լրացնել, ուղարկել backend-ից պատասխան գար, մարդիկ գրանցվեին, ունենային սեփական պրոֆիլ ու նմանատիպ խառը բաներ։ Կամ age-ը արձագանքեր օգտատիրոջ գործողություններին, օրինակ, չգիտեմ, մկնիկը տանում ենք ձախ, ինչ-որ բան է կատարվում, տանում ենք աջ, ուրիշ բան է կատարվում, ինչ-որ սլայդերներ լիներ հետաքրքիր։ Դրա համար 1995 թվականին Netscape-ում աշխատող բրենդը Nike-ին խնդրեցին ստեղծել նոր ծրագրավորման լեզու։ Ասում են առաջին տարբերակը ստեղծվել է ընդամենը 10 օրվա ընթացքում, բայց սա ոչ պաշտոնական է, դա ավելի շատ ժողովրդական վերնաբերան եկած բան է, բայց ամեն դեպքում քիչ ժամանակում է ստեղծվել, 10 օր, 2 շաբաթ, այդքան տնտեսական չի։ JavaScript-ի անունների պատմությունը շատ հետաքրքիր է, ինչ որտեղ նաև խնդալու է, որտեղ JavaScript-ը այնքան շատ անուններ է ունեցել։ Ուրեմն սկզբում լեզուն կոչվում էր Mocha։ Այս առաջին ներքին անվանումն էր, այսինքն Netscape ընկերությունում բոլորը ասում էին Mocha ենք գրում եւ այլն։ Հետո դարձավ LiveScript, այսինքն Mocha-ից հետո միանգամից դարձավ LiveScript ու բոլորը օգտագործում էին LiveScript անվանումը։ Դե ինչու LiveScript, որովհետև ի սկզբանե JavaScript-ը, այսինքն այն լեզուն, որի մասին մենք հիմա խոսում ենք, ստացի իրան հիմա ասում են ECMAScript, ուրեմն այդ լեզուն live-ի համար էր ստեղծված, ինչ որ live բաներ կատարվեր վեբկայքում, ինչ որ կատուներ գնային գային, շունիկներ գնային գային, կլիկ անեին, կես անեին, սլայդերը գնար, բացվեր, փակվեր, մենյուն բացվեր, փակվեր եւ այլն։ LiveScript-ից հետո մի քիչ փոփոխություններ կատարվեց Netscape մարքեթինգային ընկերությունում, որովհետև այդ ժամանակ մի հատ շատ հայտնի լեզու կար, որը մինչև հիմա հայտնի է, դա Java լեզուն է։ Ու Netscape-ի մարքեթինգային թիմը նպատակ դրեց, այսպես ասած,
փոխել անունը եւ LiveScript-ից վերանվանեց դեպի JavaScript, դե որ անեին boom։ Ասեմ, որ իրանք այդ boom-ը կարողացել են անեն ու այդ թվերին շատերը չէին կարողանում տարանջատել Java, JavaScript, Java, JavaScript եւ այլն։ Բայց այդտեղ կա կարևոր մի բան։ JavaScript-ը դա Java-ն չէ։ JavaScript ու Java ծրագրավորման լեզուները իրանք իրարից ահավոր տարբեր են, ասենք այնքան տարբեր են, որ էլ ասելու չի, սարերի ձողերի տարբերություն չես կասեի, մայր ցամաքների տարբերությունը։ Այնպես որ անունները նման են, բայց իրանք տարբեր բաներ են։ Սակայն հիմա լեզուն կոչվում է արդեն ECMAScript։ Ինչու՞։ Ուրեմն 1996 թվականին, այսինքն լեզուն ստեղծվելուց 1 տարի հետո, Netscape ընկերությունը որոշում է ստանդարտիզացնել լեզուն։ Դա այդ ժամանակ լեզուների մեծ մասը ստանդարտիզացված չէր, ով ոնց ուզում գրում էր, նույն C++ ուներ այդ խնդիրը, նույն գիտը եւ այլն։ Ովշան որոշում են 96 թվականին Netscape-ում ստանդարտիզացնել լեզուն, ստանդարտը փոխանցվեց, այսպես ասած, ECMA International կազմակերպությանը։ Այդ ժամանակ մտնած կազմակերպություն կար, կոչվում էր ECMA International։ Ու ստանդարտը փոխանցվեց իրանց, դե իրանք էլ որոշեցին, որ պետք է լեզուն պաշտոնական անուն ստանա ու պաշտոնական անունը դարձավ ECMAScript-ը։ Այսինքն այսօր մեր օրերում ECMAScript-ը դա պաշտոնական ստանդարտն է, լեզվի պաշտոնական անունն է։ Ես հիմա խոսում եմ 2026 թվականի մայիսի 31-ից։ Իսկ JavaScript-ը այդ ստանդարտի ամենահայտնի իրականացումը։ Ճիշտ է, մենք բոլորս ասում ենք, օգտագործում ենք JavaScript, չգիտեմ, աշխատանքի հայտարարությունների մեջ մարդ պետք է իմանա JavaScript եւ այլն։ ECMAScript շատ քիչ տեղերում ենք տեսնում, բայց ECMA-ն ինքը պաշտոնական ստանդարտն է։ Այսօր, երբ ասում ենք JavaScript, իրականում աշխատում ենք ECMAScript ստանդարտի հիման վրա։ ECMAScript-ի կյանքում էլ կարևոր իրադարձություն են եղել, ինքը տարբեր տարբերակներ ունեցել, ասեմ ավելի։ Ուրեմն ամենաառաջի ECMAScript-ը եղել է ES3-ը կամ ECMAScript 3-ը, որը կարծեմ եղել է 1999 թվականին։ Մտնենք ES3 date։ Այո, 1999 թվականի դեկտեմբերին առաջին լայն տարածված տարբերակն է եղել։ Հետո դուս եկել ES5-ը 2009 թվականին։ Այսինքն ES1, ES2 սրանց մասին, եթե մենք հիմա թեկուզ մտնենք, օրինակ գրենք ECMAScript history կբացվի օրինակ, չգիտեմ, ինչ-որ վեբ կայք, կբացենք օրինակ W3-ի կայք, ինձ թվում ամենահարմարը կլինի W3-ի կայքը։ Մենք տեսնում ենք, որ ECMAScript 1 ու 3-ը, այսինքն առաջինից 7-րդ վերսիաները, ինչ-որ ասենց խարախշտիկ պատմությունների մեջ են եղել։ 95 թվականին Brandon-ի կողմից ստեղծվել է JavaScript-ը, հետո 96 թվականին Netscape 2-ը release արել JavaScript 1-ը, հետո 97 թվականին JavaScript became, այսինքն JavaScript-ը դարձել է ECMA standard ECMA 262, հետո 97 թվականին ECMAScript 1-ն է դուրս եկել, ES1-ը was released, բայց ES1-ի մասին շատ քիչ բան կա հայտնի ու գրեթե կարելի ասել ինքը եղած չեղած մի արշիվ էր։ Հետո 97 թվականին Internet Explorer-ը, այն ժամանակ Internet Explorer-ը գլխավոր մրցակիցն էր Netscape Navigator-ի, support անում էր կարծես ES1-ին, հետո 98 թվականին դուրս եկավ ECMAScript 2-ը, որը release եղավ, հետո 99 թվականին Internet Explorer 5-ը նույնպես փորձում էր, դες ոչ թե փորձում էր, support անում էր, առաջի բրաուզերն էր, որ support էր անում ES2-ը, հետո 99-ին միանգամից դուրս եկավ ECMAScript 3-ը, ES3-ը, it was released, դուրս եկել, հետո 2000 թվականին Internet Explorer 5 ու 5-ը եղավ առաջի բրաուզերը, որը support արեց ES3-ը, հետո 2008 թվականին ECMAScript 4-ը, կարելի ասել, կռախ կրեց։ Ու դրա համար, երբ որ մենք խոսում ենք ECMAScript պատմության մասին, մենք խոսում ենք հետևյալ ձև. ECMAScript 3, ECMAScript 5, ECMAScript 6 եւ այդպես շարունակ։ Այսինքն ECMAScript 4 եւ այդպիսի բան չի եղել, թե օրինակ մենք գրենք
ECMAScript 4 history Մենք տեսնենք, որ is the legend missing version of JavaScript, internet is massive version մրկազարկաններից ուշում կարծած ինքը բանը տվա, այտենց կորել է, ուշում։ Ուրեմն առաջի միշտ իշեք, որ առաջի այն line տարածված տարբերակը, որ ասում են, այն որ boom արեց, դա եղավ 99 թվականին ECMAScript 3-ն էր։ Հետո ամենա ասենք ասած այն կլուչևոյի մասը, որ ասում են, այն բանալի պահը եղավ 2009 թվականին, դա ES5-ն էր։ ES5-ի ժամանակ մենք ունեցանք strict mode հասկացողությունը, որի մասին խոսալու ենք, որտեվ մինչև ES5-ը JavaScript-ում տիրում էր բառիս համար կներեք մեծագույն բարդակ։ JavaScript-ում ով ոնց ուզում գրում էր, օրենքները չկային, օրենքները չէին պահվում, շրջանառվում էին, գլոբալ եսի մինչեր էին արվում, կարճասած գժանոց էր։ Ու այդ ժամանակ ECMAScript ընկերությունը հասկացավ, որ չէ, մենք արդեն վրոձի 21-րդ դար ենք մտել ու եթե մենք ուզում ենք մեր լեզուն շարունակի գոյատևել, զարգանալ, առաջ գնալ, պլյուս 2009 թվականի Node.js-ը դուրս եկավ, որոշում կայացվեց, որ ES5-ը պետք է լինի այն ամենակարևոր ստանդարտներից մեկը, դուրս եկավ strict mode-ը, մենք կստացի 2009 թվականից արդեն կարողանում ենք աշխատել JSON-ի հետ, մենք JSON-ել ենք անցնելու դա JavaScript Object Notation-ն է, իդեպ հենց 2009 թվականին JavaScript-ը կարողացավ աշխատել list-երի հետ, կամ այլ կերպ ասած զանգվածների հետ, դրանից հետո JavaScript-ի տեղի ունեցավ հեղափոխություն, բառիս բուն իմաստով հեղափոխություն, որը տեղի ունեցավ ES6-ում, այսինքն ES5-ից մենք տեղափոխվում ենք ES6, այսի եղավ JavaScript-ի պատմության այն ամենահեղափոխությունը, սրանից ոչ առաջ, ոչ հետո, ոչ մի գլոբալ բան չեղա JavaScript-ում։ Ուրեմն JavaScript-ի հեղափոխությունում ավելացան այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք էին late-ը, const-ը, սրանք block scope են, մենք դրանց մասին խոսանք, JavaScript-ում վերջապես ավելացան կլասներ, մինչև այդ մենք open գրում էինք ֆունկցիաներով, մի քիչ տարօրինակ էր, մենք ստեղծում էինք function constructor-ներ, դրանց մասին խոսալու ենք բնականաբար, ու մենք կարելի ասել ֆունկցիայով OOP-ի էինք գրում, դա մի քիչ շատ տհաճ էր կստացվի։ Ավելացավ մոդուլները, մենք արդեն կարողանում էինք ES6-ից սկսած import-export անել ֆայլից ֆայլ, իհարկե հաճելի էր, ավելացավ arrow function-ները, դրանց մասին խոսալու ենք, ավելացան promise-ները, դրանք ասինխրոնություններն են, template լիտերալները, ոբշամ կարելի ասել, որ ECMAScript 6-ը, որը դուրս եկավ 2015 թվականին, JavaScript-ում բերեց այնքան փոփոխություն, որ էլ ասելու չի։ Այսօր գրեթե ամբողջ ժամանակակից JavaScript-ը հիմնված է ES6 ու ES6 Plus-ի վրա։ Այսինքն այն հին JavaScript-ից կարելի ասել ոչինչ չի մնացել։ Հիմա մի կարևոր հարց, ինչ տեսակի լեզու է ընդհանրապես JavaScript ինքը high լեզու է, ինքը չգիտեմ low լեզու է, ընդհանրապես JavaScript-ը high level language է, այսինքն JavaScript-ը high level լեզու է։ Ինչ է նշանակում high level։ High level նշանակում է, որ մեր փոխարեն լիքը բաներ արդեն արված են լեզվի մեջ։ Օրինակ, մենք չենք աշխատում հիշողության հասցեների հետ, ռեգիստրատորների հետ, CPU հրամանների հետ, մենք չենք աշխատում տարբեր տեսակի բաների հետ, որոնք որ low level ծրագրավորման լեզուների մեջ են։ Այսինքն high level ծրագրավորման լեզուներում մեր փոխարեն լիքը բան գրված է։ High level ծրագրավորման լեզուները նրանք են, որոնք որ մարդկային լեզվով ենք մենք գրում, հիմնականում անգլերեն ենք գրում։ Այսինքն մարդուն հասկանալի կոդ, դա high level ծրագրավորման լեզուներ են։ Իսկ low level լեզուները, օրինակ assembly-ing կամ matching code-ը կամ նմանատիպ բաները, իրանք այդքան էլ նախատեսված չեն մարդկային լեզվի համար, ճիշտ է, շատերը օգտագործում են եւ assembly եւ նմանատիպ տարբեր լեզուներ, որոնք որ low level են, բայց իրանք բարդ են, իրանք դժվար են, իրանք բնականաբար արագ են, բայց բարդ են։ Ընդհանրապես high level լեզուների օրինակներ շատ կան, օրինակ JavaScript-ը high level-ը, Python-ը high level-ը, Java-ն high level-ը, C#, high level-ը, Go-ն high level-ը, այդպես շարունակ։
Այնպես որ եկեք այդ միֆը կոտրենք, որ high level նշանակում է լավ լեզու, low level նշանակում է վատ լեզու, ոչ։ High level նշանակում է լեզու, որը որ մարդկային լեզվով մենք կարողանում ենք հաղորդակցվել, ճիշտ է վերջում մեր մարդկային կոդերը դառնում են բայթեր, բլա, մենք դրա մասին խոսենք հետո, իսկ low level-ը, որ ինքը ուղիղ աշխատում է, այսպես ասած, երկաթի հետ։ Ուրեմն JavaScript-ը սկզբում համարվում էր interpreted language, այսինքն ինտերպրետացվող լեզու, ինտերպրետացվողը այդ է, որ կոդը կարդացվում է տող առ տող, կարդացվեց, թարգմանվեց, կարդացվեց, թարգմանվեց, կարդացվեց, թարգմանվեց, բայց այսօր բրաուզերների շարժիչները, այդ V8-ը, Spider-Monkey-ն եւ այլն օգտագործում են նաեւ JIT compilation, դա just in time-ն է։ Այսինքն կոդը սկզբում վերլուծվում է, հետո օպտիմիզացվում է ու վերածվում մեքենայական կոդի։ Այսինքն JIT-ի ու սովորական ինտերպրետի տարբերությունը այն է, որ ինտերպրետը չի վերլուծում կոդը, չի օպտիմիզացվում, վեկալեց, կարդաց, մեքենայական կոդ դարձած, մեքենայական կոդը դեն 0-ն ու 1-ն են, վեկալեց, դարձրեց մեքենայական կոդ, իսկ just in time-ը ինք ասում ախպեր, ստոպ, մի րոպե, եկեք հասկանանք, այս ինչ կոդ է, եկեք մտ վերլուծենք, մտ եկեք օպտիմիզացնենք այս կոդը հնարավորինս, որ ընդեղ բան խնայենք, RAM խնայենք եւ այլն, ու նոր վերածենք մեքենայական կոդի։ JavaScript-ում ասում են, որ տիպեր չկա, դա միֆ է, եթե JavaScript-ում տիպեր չլներ, մենք չէինք կարող աշխատել number-ների հետ, string-ների հետ, չգիտեմ, boolean-ների հետ եւ այլ բաների հետ։ JavaScript-ում կան տիպեր, պրոստը JavaScript-ը ինքը դինամիկ տիպավորվող լեզու է, այսինքն փոփոխականի տիպը կարելի է փոխել աշխատանքի ընթացքում։ Եկեք դες իմ այդ բան ցույց տամ։ Մենք հիմա նոր կոդ ենք գրում, ես հիմա ինչ գրում եմ, դուք գուցե եւ չհասկանաք, մենք ընթացքում այս ամեն ինչը հասկանալու ենք։ Պատկերացնենք, մենք ստեղծում ենք ինչ որ x փոփոխական, որի արժեքը 5 է։ Всё։ Ես հիմա կարող եմ ասեմ x-ը hello Armenia-ը։ Կստացի սիրում եմ double quote-ներ օգտագործել, ոչ թե single, մեկ էլ որոշում եմ, որ վայ չէ, x-ը թող լինի true, այսինքն ճիշտ, հասկանում եք, սա նշանակում է, որ JavaScript-ը ինքը դինամիկ տիպավորվող լեզու է, ոչ թե JavaScript-ում տիպեր չկան, կան JavaScript-ում տիպեր ժողովուրդ, պրոստը ինքը դինամիկ տիպավորող է, ինքը ոտի վրա կարա տիպը փոխի, ու սա JavaScript-ում նորմալ է։ Մեկ էլ բացի այն, որ JavaScript-ը ինքը դինամիկ տիպավորող լեզու է, ինքը նաև կոչվում է weakly typed language, այսինքն մի քիչ թույլ տիպավորված լեզու, ինչը հաճախ փորձում է բերի նրան, որ ինքը ավտոմատ փոխարինի տիպերը։ Օրինակ նայեք, ես կարող եմ գրեմ sense մի բան։ Զուտ գրեմ 5-ին գումարած 5։ Ես այս ծրագիրը կաշխատացնեմ, մենք այս ամեն ինչը սովորելու ենք, մի շտապեք, մի վրազեք, մենք հաջորդ դասին sense ծրագիր ենք ինստալ անելու մեր կոմպի մեջ, որպեսզի կարողանանք կոդ գրել, սովորելու ենք գրել sense մի բան, հետո գրել sense մի բան, սեղմել enter, ու ինքը տպի 55։ Բայց մենք հիմա ակամայից երբ որ նայում ենք, մենք հասկանում ենք մի բան, որ մի րոպե, էսի ուրիշ 5-ը, էսի ուրիշ 5-ը, չէ՞։ Այնս տպավորությունը, որ էսի նարնջագույնը, էսի կանաչ, չէ՞։ Էսի ինչ որ եսի ինչ չրթիկների մեջ է, էսի չրթիկների մեջ չի։ Բա ինչ են սրանք։ Սա string է։ Սա number։ Եկեք առանձին հանենք համոզվենք։ Գրում ենք type of, մենք էսել ենք անցնելու կստացի։ Եվ գրում ենք Ինք ասում ախպեր, դու ստեստանում է string, ասում է էսի string-ը, բառացիորեն string-ը, տակ ես խի չի անում, comment, էսի Python-ում էր սենց comment-ը, JavaScript-ում սենց է, okay, սա number-ը, մենք comment-ների մասներն ենք ստացի խոսալու, երբ որ ժամանակը գա, всё, string number, ինչ կատարվեց այն, որ քանի որ JavaScript-ը
ինքը weakly typed language, այսինքն թույլ տիպավորված ծրագրավորման լեզու է, ինքը ասում ախպեր մի րոպե էլի, ես չեմ հասկանում, այս 5 ու այս 5-ը ինչով են իրարից տարբերվում։ Հա, տիպերը հասկանում եմ, որ էսի string-ը, էսի չգիտեմ, էսա, էսի չգիտեմ, այնա, էսի չգիտեմ, այնա, դա հասկանում եմ, օքեյ, հասկանում եմ, բայց ես պետք է ձեզ տամ 55։ Այսինքն string-ին գումարեցինք, ստանում ենք 55։ Սա իրական կոչվում է concatenation, concat, բայց դրա մասին խոսանք ապագայում։ Այսինքն JavaScript-ը, հիշեք, որ ինքը դինամիկ տիպավորված ծրագրավորման լեզու է, սուտ է այն միտքը, որ JS-ում type-եր չկան, կան JS-ում type-եր, խնդրեմ string type, number type, ընդեղելի type-եր կան, JavaScript-ը ինքը դինամիկ տիպավորված ծրագրավորման լեզու է, բայց ինքը weakly typed ծրագրավորման լեզու է, այսինքն JavaScript-ը նաև weakly typed լեզու է։ Ինքը հաճախ փորձում է ավտոմատ փոխարինել, փոխակերպել, փոխել տիպերը։ Եկեք կողքից բացենք ինչ-որ Python ֆայլ։ Օրինակ բացում ենք main.py եւ գրում ենք print, ստեղ print հասկացողություն կա։ Նու console log-ը հետո մենք ինչ տեսնում ենք console-ում, այսպես ասած, հա, մենք դրա մասին խոսել ենք։ Նույնը print-ը ստեղ կա։ Փորձում ենք անենք նույն բաները։ Ասում ենք ախպեր ջան 5-ին գումարի 5։ Ստեղ խնդրում ենք, որպեսզի Python-ը աշխատացնի main.py-ը, եւ մենք ստանում ենք error։ Նու error-ը շատ տրամաբանական է, մարդկային լեզվով գրած է, ասում է կոմա տիպի error-ը can only concatenate string to string։ Ասում է ես կարամ կոնկատինացիա անեմ միայն string-ը string-ի հետ, ոչ թե string-ը int-ի հետ։ Int-ը դա integer-ն է։ Ընդհանրապես JavaScript-ում մենք որպես այդպիսի չունենք թվերի տարբերություն, ընդհանրապես բայց թվերը տարբերվում են, կան integer-ներ, կան floater-ներ, JavaScript-ում մենք ունենք, բայց մի քիչ ուրիշ ձև է, մենք երբ որ հասնենք թվերի թեմային, ես դա ձեզ կբացատրեմ, բայց եթե ժամանակից առաջ անցնենք ու մենք ընդհանրապես հարց տանք, ասենք ախպեր ջան, այս 5-ը եւ 5.5-ը կամ 5.4-ը ինչ են իրանք։ Ինքը երկուսի դեպքում էլ ասում է number։ Ստեղ էլ ասում number, ստեղ էլ ասում number։ Բայց իրականում սա կոչվում է integer, սա կոչվում է floater։ Okay։ Բայց քանի որ JavaScript-ը ինքը տենց ասել է, որ շում լավ դե մի խորացեք այդքան կարճ ասած, ինչ կապնի, սա թիվ, հետո ինչ որ էսի ամբողջական թիվը, կոտորակային թիվը, այս թիվը, այն թիվն է, հետո ինչ, թող երկուսը number կոչվեն։ Okay։ Դրա համար երբ որ մարդիկ սկսում են JavaScript ծրագրավորման լեզվից, այսինքն իրենց առաջի ծրագրավորման լեզուն լինում է JavaScript-ը, ու երբ որ իրենք գնում են ուրիշ ծրագրավորման լեզուներ, ասենք Python, Java, C# եւ այլն, իրենք զարմանում են, այս ոնց է որ էսի int-ա, էսի ոնց է float-ա, եթե մենք նույն հարցը տանք ստեղ, ասենք print type of, տակ ստեղ type-ը, type of չկա, 5 Եվ գրենք 5.4 օրինակ, 5.4 Խնդրենք, որպեսի Python-ը աշխատացնի մեր կոդը, մենք կտեսնենք, որ սա int-ը, նու ինչ-որ կլաս, մենք այդ ինչ-որ կլասը կանցնենք, երբ որ կհասնենք Python-ին, սա էլ ինչ-որ float-ը, տեսնում եք, այսքան ծրագրավորման լեզուները իրարից տարբերվում են որոշակի բաներով, տարբերվում են սինտաքսով, տարբերվում են մոտեցումներով, տարբերվում են գաղափարներով, տարբերվում են ընդհանուր լիքը բաներով բայց նաև նման են։ Okay։ Մենք հասկացանք, որ JavaScript-ում թվերը պրոստը number-ներ են, այսինքն մենք int եւ float ցավոք սրտի որպես այդպեսի առանձին չունենք, չնայած որ կարանք ինչ-որ տեղեր օգտագործենք, դա ես ցույց կտամ։ Իսկ Python-ում մենք ունենք int, ունենք float, այսինքն Python-ում ամեն ինչ առանձին է։ Հասկացանք, որ JavaScript-ը ինքը դինամիկ է, տիպավորվող է եւ հասկացանք, որ ինքը weakly type-ը է, անցանք առաջ։ JavaScript-ը ինչ ձևի լեզու է։ Вообще ծրագրավորման լեզուները լինում են տարբեր, լինում են, որ functional programming են, object oriented programming են, procedural programming են, JavaScript-ը
multi-paradigm language-ը, այսինքն multi-paradigmal է։ JavaScript-ով մենք կարող ենք անել եւ procedural ծրագրավորում, եւ object կողմնորոշված ծրագրավորում, եւ ֆունկցիոնալ ծրագրավորում։ Հասկանում եք։ Այդ մի բանը լավ է, որ JavaScript-ը մեզ չի բանանում, ասես դնում բլոկի մեջ, ոնց օրինակ, չգիտեմ, Java-ում մենք միշտ գրում ենք OOP-ներ, չէ՞, դա Java-ն դե ինքը գիտենք OOP-ը եւ այլն, շատ չխորանանք ծանր թեմաներից։ JavaScript-ը մեզ չի դնում ռամկեքի մեջ, ինքը չի ասում, չէ դու պետքա օգտագործես object oriented, չէ դու պետքա օգտագործես ֆունկցիոնալ ծրագրավորում կամ չէ դու պետքա օգտագործես procedural, չէ։ Ինքը ասում ախպեր, որ ուզում ես, էդ էլ օգտագործի։ Ես multi-paradigmal ծրագրավորման լեզու եմ։ Էդի լավ է, էդի շեշտեք։ Հիմա որտեղ է աշխատում ընդհանրապես JavaScript-ը։ JavaScript-ը սկզբում աշխատում էր միայն ու միայն բրաուզերում, այսինքն բրաուզերից դուրս JavaScript-ը չկար։ Այսօր ի շնորհիվ Node.js-ի, հա, Node.js-ը ստեղծվել է 2009 թվականին։ Դաժե history-ին կարդանք, եթե ուզում ենք։ Ես ալիքում ունեմ մի քանի Node.js-ի դասեր, բայց ես դրանք ջնջեմ եւ նոր դասեր կձայնագրեմ, երբ որ կավարտենք JavaScript-ով TypeScript-ը, կարճ ասած Node.js-ը ստեղծվել է 2009 թվականին Ryan Daly կողմից, ու ինքը սերվերային կողմն է, ինքը ծրագրավորման լեզու չի Node.js-ը, ինքը միջավայր է, ինչպես օրինակ Apache-ը, բայց դրա մասին շատ չենք խորանում, ինքը նաև ունի JavaScript engine իր մեջ, event driven, ու տասլիկը twin event loop-եր, բաներ եւ այլն, շատ չենք խորանում։ Հիմա որտեղ աշխատում JavaScript-ը։ JavaScript-ը աշխատում է այսօրվա մասին եմ խոսում, բրաուզերում, Chrome-ում է աշխատում, Firefox-ում է աշխատում, Edge-ում է աշխատում, Safari-ում է աշխատում եւ այլ Chromium բրաուզերներում։ Սերվերում աշխատում է JavaScript-ը, այո, աշխատում է Node.js-ի օգնությամբ, mobile-ում աշխատում է JavaScript-ը, այո, mobile-ում աշխատում է React Native-ի եւ Expo-ի օգնությամբ, գոյություն ունի մեծ React հասկացողություն։ React-ը ինքը շատ մեծ գրադարան է, որը ժամանակին պատկանում էր Meta ընկերությանն, այսինքն Facebook-ին հետո իրանք իրար էլ չունեն։ Հիմա React-ը առանձին աճում է իր զարգանումը։ React-ը երկու ուղղություն ունի, React DOM, դա document object model-ն է, որ մենք React-ով ստեղծում ենք web հավելվածներ, եւ առանձին գոյություն ունի React Native։ React Native-ը ինքը principi React Native-ով էլ մենք կարանք սարքենք եւ web, եւ Android, եւ iOS, եւ browser-ային, եւ Microsoft, եւ Safari, ովշեմ լավ բան է React Native-ը։ Ես ճիշտ է React Native չեմ սիրում, ինձ ավելի շատ դուր է գալիս Dart Flutter-ը, եթե մենք ընդհանուր համեմատական ենք բերում, բայց React Native-ը հզոր է, հա։ Չգիտեմ ալիքում ընդհանրապես օրից մոր React Native-ի մասին խոսանք թե ոչ, բայց ինքը հզոր է, դուք կարաք React Native-ով ռեալ Android հավելվածներ սարքել, iOS հավելվածներ սարքել, Chrome-ի համար հավելված սարքել, Firefox-ի համար, Safari-ի համար, կարաք չգիտեմ Microsoft-ի համար ծրագիր սարքեք, ասեմ ավելի, այս մեր ծրագիրը VS Code-ը, որով որ մենք աշխատում ենք, սա գրված է Electron.js-ով։ Այսինքն մի հատ էլ մի բան կա, որը կոչվում է Electron.js, դա էլ է JavaScript աշխարհին պատկանում ու լիքը բաներ ստեղծված է Electron.js-ով, այնքան բան, որ ասելու չի։ Դժգանք իջնենք նայենք։ Okay, OnePassword-ը, Asana-ն, Cloud-ը, Discord-ը, Dropbox-ը, Itch-ը, GitHub Desktop-ը, Loom-ը, Figma-ն նույնիսկ, MongoDB Compass-ը, Notion ծրագիրը, Obsidian-ը, OML Studio-ն, Polypine-ը, Postman-ը, դաժե Signal, Telegram, Signal բանը, Messenger, Slack-ը դաժե որ սա աշխարհը Slack-ի վրա է այսօր, Splice-ը, Screen Studio-ն, Trello-ն, Twitch-ը, որ աշխարհի սա գեյմերները Twitch-ով դրած փող են աշխատում, VS Code-ը, այսինքն VS Code-ը գրված է Electron-ով։ Կարանք Simor անենք եւ տեսնենք ինչքան բաներ կան իրոք Electron-ով այնքան բաներ կա գրած, որ էլ ասելու չի։ Նստեք կարաք նայեք ամիսները, այդքան շատ բաներ կա գրված։ Անցանք առաջ։ Desktop-ը գրում ենք Electron-ով, backend կարանք գրենք JavaScript թե ոչ։ Այո, backend-ի համար JavaScript-ը երկու շատ թույն բան ունի, մեկը կոչվում է Express.js,
Express.js-ը ինքը փոքր ու միջին բաների համար է նախատեսված սերվերների, չնայած ես ինքս շատ մեծ պրոյեկտ Express.js-ով արել եմ, մինչև հիմա աշխատում է ինքը, բայց այսօր կարելի ասել, որ Nest.js-ն է համարվում, այսպես ասած, լիդեր JavaScript backend աշխարհում, ինքը progressive web application-ներ է ստեղծում։ Կստացի Nest.js-ը իրանք ոգեշնչվել են Angular-ից, մտ շատ թույն բան կա, ճիշտ է չեմ սիում ընդհանրապես Angular-ը, բայց մտ շատ թույն Այսա, սրա մասին գրված է ուշում ստեղ Angular Այսա ստեղ կարեք այս նախադասությունը կարդակ և տեսնեք որ և արխիտեկտուրան և այլն իրանք ոնց որ inspired են եղել Angular-ից Ընդհանրապես JavaScript աշխարհը շատ մեծ աշխարհ է, JavaScript-ում ամեն ինչ կա։ Կարեք front գրեք, կարեք backend գրեք, կարեք server գրեք, կարեք desktop գրեք, կարեք mobile գրեք, կարեք խաղ գրեք։ Խաղերի համար թույն բաներ կա։ Pixie.js-ը Так. Pixie.js Pixie.js-ը բավականին թույն խաղեր են սարքում, 3 դե խաղեր, բրաուզերային խաղեր ու ոչ բրաուզերային խաղեր։ Մի հատ էլ կար Pixie versus так Pfizer, այո, գտանք Pfizer։ Ես Pfizer-ով մի անգամ խաղ հավաքել եմ ու բավականին դուրս եկել է Pfizer-ով աշխատելը։ Այդ խաղը ճիշտ է ստեղծել եմ իմ համար ու որ երեխես մեծանա իր այդ խաղանք։ Հետաքրքիր խաղ է, ասենց մուլտիկա խաղը կրակոցիներ բաներ, ուրեմն մանկական զարգացման խաղ է, Pfizer-ով եմ սարքել, սա էլ է JavaScript։ Դե front-end-ի մասին չեմ խոսում, front-end-ում կա React-ը, Vue-ն, Angular-ը, Next.js-ը, ընդեղ էլ ինչ կա Solid-ը, Svelte-ը, Ember-ը եւ այլն։ Հիմա ընդհանրապես ինչու է JavaScript-ը դարձալ այսքան հայտնի։ Քանի որ աշխատում է բոլոր բրաուզերներում, սա 1, սովորելը համեմատաբար հեշտ է, սա 2, ունի հսկայական community, սա 3, ունի միլիոնավոր գրադարաններ, սա 4, կարելի է մեկ լեզվով գրել համ front-end, համ back-end, համ mobile app, համ desktop app։ Քիչ է այսքանը։ Իհարկե, քիչ չի։ Ընդհանրապես JavaScript-ը սկսվեց որպես փոքր սկրիպտային լեզու, որը ստեղծվել էր կարելի ասել ընդամենը 10 օրում բրաուզերների համար, սակայն այսօր այն օգտագործվում է միլիոնավոր ծրագրավորողների կողմից եւ աշխատում է գրեթե ամենուր կայքերից բռնած սերվերներ, հեռախոսներ, նույնիսկ դեսքթոփ հավելվածներում։ Այս կուրսում մենք JavaScript-ը սովորելու ենք 0-ից մինչև պրոֆեսիոնալ մակարդակ։ Դրա համար ես հույս ունեմ, որ դուք ալիքը շատ ակտիվ կպահեք, կբաժանորդագրվեք, կլայքեք, լիքը կոմենտներ կգրեք, կոմենտախեղտ կանեք, հարցեր կտակ, կպատասխանեմ ձեր հարցերին։ Հիմա ձեզ ես ցույց կտամ Telegram որտեղ կարող եք գրանցվել, ուրեմն սա իմ Telegram ալիքն է, խնդրեմ, սա իմ Telegram-ն ալիքն է, դուք տեսնում եք Հասցեն Հայրապետյան Սամի, բնականաբար բոլոր վիդեոների տակ լինելու է եւ իմ Telegram-ն ալիքը եւ հայկական ՏՏ համայնք Telegram-յան chat-ը, փորձենք գտնենք։ Так, սրճանենք, որտեղ sense չեն գտնի։ Հայկական ՏՏ համայնք Telegram-յան chat, խնդրեմ։ Այստեղ կան 1923 հոգի, որտեղ կան տարբեր թեմաներ, չգիտեմ, computer science, Ruby, SEO, Golang, C++, C# meeting room-եր եւ այլն։ Ես նաեւ պատրաստվում եմ այս հարթակը զարգացնել, դրա համար անպայման խորհուրդ եմ տալիս միանալ այս հարթակին։ Այստեղ կա նաեւ սկսնակների անկյուն, որտեղ կարող եք շփվել, ընկերներ ձեռք բերել։ Այստեղ կա նաեւ React.js-ի համար նախատեսված HTML, CSS, cyber security ենք ավելացել։ ՏՏ հումոր կա, այստեղ կարող եք մտնել հումոր, ընկերական շփում, տարբեր թեմաներ շփվել, պրակտիկաներ գցում մեկ մարդիկ, internship, հարց ու պատասխան, նույնիսկ կարող եք այստեղ գտնել աշխատանք, փնտրում եմ աշխատանք, առաջարկում եմ աշխատանք, ուսուցողական content եւ այլն։ Հիմա ովքեր որ ցանկանում են donate անել, ես իհարկե շատ ուրախ կլինեմ, որպեսզի donate անեք։ Ուրեմն առաջի հնարավորությունը դա Patreon-ն է, կարող եք միանալ Patreon-ին, Patreon-ում երկու տարիֆ ունեն, որին կարող եք միանալ, վճարելով ամսական 2 կամ
$6 դուք կօգնեք որպեսզի եւ product-ը զարգանա եւ ալիքը զարգանա եւ ինչու ոչ ինձ կլինի հաճելի։ Սա ճիշտ չգիտեմ ոնց են գրանցում, всё, ըստ կա $2, սա просто thank you Sami, $2 եւ կա $6, սա ինձ անվճար ծրագրավորում եւ նախագծերի համար է։ Կարող եք միանալ ամսական ընդհանրապես $6-ին, որը բավականին փոքր գումար է, բայց եթե շատ մարդ միանա, մենք կկարողանանք էլ հետաքրքիր բաներ անել։ Նաև նշեմ, որ բոլոր վիդեոների ներքևում ես թողելու եմ Idram, թողելու եմ Crypto of TRC, որպեսզի այն մարդիկ, ովքեր ցանկանում են Idram-ին փոխանցում կատարել կամ բանկի քարտին փոխանցում կատարել կամ TRC փոխանցում կատարել, իրենք եւս կարողանան։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, հուսով եմ չձանձրացրեցի ձեզ, հուսով եմ լավ ծանոթացրեցի JavaScript-ի հետ, դե պատկերացրեք, որ մեր հաջորդ դասերը ինչ տիպի գազան դասեր են լինելու, չեմ խոստանում ամեն օր հանել դասեր, բայց խոստանում եմ շաբաթը գոնե 2-ից 3 դաս թողարկել։ Դասերը լինելու են հեշտ, ես ընթացքում ասելու եմ ձեզ ինչա պետք, ինչ ծրագիր քաշեք, որտեղից քաշեք, ինչ անեք, ինչ չանեք, որտեղ նշումներ անեք, տալու եմ ձեզ տնային հանձնարարություններ, մենք կապի մեջ ենք լինելու, դուք ուղարկելու եք, ես նայեմ ձեր տնային աշխատանքները, ովքեր որ գիտ չգիտեն կարող են մտնել իմ ալիքում նաև գիտը սովորեն, որտեղ մենք գիտով ենք շատ հաճախ աշխատելու, ստեղ կան էլի դասեր, CSS-ի Flexbox-ը ամբողջությամբ կա, ստեղ React-ով պրակտիկ աշխատանք կա, useState-ի մեկը user-reducer-ի տարբերությունն եմ բացատրում, նաև ցույց եմ տալիս ոնց կարող եք ձեր հավաքած պրոյեկտը վերցնել deploy անել, դե ստեղ կա սովորական CSS HTML, ասեմ որ այս դասերը չեն հնացել, որովհետև HTML-ու CSS-ը դարը մեկ են, այսպես ասած, բան լինում, update լինում, բայց ինչովից է, այս դասերը կան, ակտուալ են, դուք կարող եք այս դասերով HTML-ի CSS-ի բազա ձևավորել։ Նոր բաներ բնականաբար ավելացել են եւ HTML-ում եւ CSS-ում, բայց դրանց մասին մենք խոսանք երևի թե կուրսի ընթացքում։ Այսքանը, լավ եղեք, Աստված բոլորիս հետ, անփորձանք լինենք, կհանդիպենք հաջորդ դասի ընթացքում։ Հաջողություն։